մեր երկրի ղեկավարը գալու է Սփյուռքից։ Հարգելի վարչապետ, կարող եք միսիան հանձնել եւ գնալ հանգստի, գալիս է այն վարչապետը, որը ամեն ինչ անելու է, զգում եմ, Արցախը հետ բերի։ Հրեղենձին, կրակեցին, չեք վախենում այդ կրակներից։ Հիմա վախեցեք, իրոք վախեցեք, վատ գործի համար նորից կրկնվեմ, բումերանգը ճակատիդ է խփում, դարաշրջանն է փոխվել, մինչև կարիերա ձեռք չեն բերում, մինչև իրանք չեն մտածում, որ կարան ինքնուրույն ապրելու, չենք համարում որպես մեզ, ուղղակի 28-ից այս կողմ հրեղենձին առաջինը ձեռքը մեկնում է իրենց, որ դոփյունով ասպետը նստած բերում է հասցնում, որ ես բա ինչու համարեմ այսպես, եկել եմ ձեզ երջանկացնելու։ Բարև ձեզ Փաստ-Ինֆոյի հարգելի հետևորդներ, մենք սկսում ենք մեր աշխատանքը մեր տաղավարում եւ այսօր իմ հյուրն է էքստրասենս Սոսե Բաբայանը։ Բարև ձեզ Տիկին Բաբայան, շնորհակալ եմ չմերժելու եւ հյուրընկալվելու համար։ Այսօր ուզում եմ ձեզ հետ քննարկել մի թեմա, արդեն հունվարն է, հունվարը վերջանում է, հրեձիու տարին է, ինչ սպասենք հրեձիու տարում։ Սիրով կպատասխանեմ, ուրեմն մի շարք տեղեր ակնարկել եմ ձեր տաղավարում մեծ սիրով եւ իսկ նստելու իսկ պահից ձեզ ասացի, որ էներգետիկան այնքան իմպուլսներ է հաղորդում, բավականին նորություններ մատուցելու, դուք ասեցիք լավ է, վատ է, ասեցիք շատ լավ է, որովհետեւ դրական էներգետիկայով մարդ եք եւ ինֆորմացիոն դաշտը ամբողջովին բաց է եւ հարցերի, պատասխանների հեղեղ կսկսվի։ Շնորհակալ եմ շատ Տիկին Բաբայան։ Իրոք այդպես է, ես ինչ կա մարդու անմիջապես ասում եմ, սիրով եմ ասում, հրեղենձին լինում է 60 տարի մեկ, կարմիր հրեղենձի, ուրեմն վայրի վերումների տարի է լինելու և հիմնականում բումերանգի գործոնը շատ արագ գործող և վատի դեպքում կրկնվել եմ ու արդեն ենքան եմ ասել, մեջս լիքն է ու սնց եռանդով ասում եմ, որ բումերանգից վախեցեք ժողովուրդ ջան, ով որ վատ գործ արե, ուրախացեք մարդիկ ջան, որ լավություն եք անում, լավությունը չի գնահատվում, այս տարի 2026-ին կարմիր հրեղեն ձիու տարին 60 տարին մեկ այցի եկող Հայաստան նշել եմ, որ ենքան հետարքիր երևույթներ են եղել մեր պատմության ընթացքում, որ հետ են գնում հաշվարկով Մեծ Բրիտանիայի վերացում եղավ, հրեղենձիու վայրեջ կատարեց հաջողությունները, Մեսրոպ Մաշտոցը Այբուբենը ստեղծելու ժամանակ ինքը հենց այդ 60 տարվա եկած հրեղենձիու տարում է ստեղծել։ Հենց դա է նպաստել, այսինքն որ ստեղծի տարերը։ Դա է պատճառ նպաստել, որ մենք կարողացել ենք ունենալ այսօրվա մեր ոսկեղենիկ հայերենը, հայոց լեզուն, այբուբենը, որ մինչև հիմա ոչ մի ժողովուրդ այսպիսի գեղեցիկ, ոչ մարդ կա 11 լեզվի տիրապետում է Վիկտոր Համբարձումյանը, տես անընդհատ այսօրվա թեման, սիրելի Աննա ջան, ուզում եմ տանել հավասարազոր զուգահեռականներ տանեմ, գիտության և այսօրվա կենսակերպի մասին, որ մենք առօրյա կյանքում մեր գլուխը պետք է կարողանա, ով որ մեր գլուխն է մեզ ղեկավարում է, կարողանա մարդկանց հասցնի հավուր պատշաճի նորմալ ապրելակերպի, դա կլինի թոշակներ, դա կլինի իրա, ինչ ենք ասում, գրպանի համապատասխան, իրա զամբյուղի համապատասխան կարողանա վայելի։ Շատ բան ենք տեսնում, բայց կուզեի հենց շեշտը դրա վրա դնեինք մարդկանց կենսակերպը բավարարելու։ Ովքեր այս 26 թվին ունևոր են, անպայման գրպանը, ձերքդ գրպանը տար և մի քիչ օժանդակություն տուր կողքինիդ համար, 26 տարվա հենց նշանաբանն է, որ դուք պետք է զգաք, անկախ նրանից, որ ի վիճակի ես նորմալ ապրելու, քեզ համար 5000 դրամը
կամ $50, օրինակի համար եմ ասում, այն խավի համար եմ ասում, որ ընդհանրապես Իրանից տկար մարդկանց երբեք չեն տեսնում։ Այս տարի այդ տարին է, մի լումա մտցրեք զինվորի համար, հաշմանդամ մարդկանց համար, տկար ու խեղճ ապրող մարդկանց համար, որ կարողանա բումերանգը ճանապարհին է, գալիս է, չշեղվի դեպի գնա հակառակ ուղղությամբ, վատի իմաստով։ Այդ հիմա որ մարդիկ աչքները փակ, ավելի լավ է աչքերով գույր լինել, քան հոգով։ Կուրացել են մարդիկ, զարմանում ես, ինչի են կուրացել, ախր մենք, ես 1000 անգամ ներող կլնեմ, մի շարք անգամ նորից ասել եմ, որ ես Թուրքին չեմ վստահում։ Եկեք ինձ գնդակահարեք, հենց ցիտում եմ իմ բառերը, որտեղ ես ասել եմ, եկեք գնդակահարեք։ Հայաստանը մեր աշխարհի քարտեզի վրա գոյություն չունի, բայց աշխարհի քարտեզի վրա եթե ասում եմ այսօրվա թեման մի քիչ տանեմ գիտականորեն, բիոհոսանք, որ ես եմ աշխատում, իմ աշխատելու բիոհոսանքներով, կենսական հոսանքներով, հիվանդ բջիջի վրա եմ աշխատում ու սկսում եմ ուսումնասիրություններ անել, այդ մի փոքր բջիջը ոնց կարող է մարդու կենսակերպը փոխել, մարդուն առողջացնել, ինքը իրեն մարդը զգալ։ Ու սկսում եմ գիտության, քանի որ մասնագիտության ֆիզիկ եմ, քիմիային եմ հարակից, ու սկսում եմ ռեակցիաներ, սկսում եմ բիոֆիզիկայի տեսությունը, որ կենդանի օրգանիզմում ֆիզիկական եւ ֆիզիկա, քիմիական ռեակցիաներն է ուսումնասիրում։ Նույնիսկ ուսումնասիրում է կենդանի մատերիայի զարգացման բոլոր մակարդակի օրգանիզմները։ Սա ասում եմ կառավարության համար, որ բնությունը Պասկալը օրենք հայտնեց, իր Պասկալ օրենքը դրեց ամենափոքրագույն երևույթներից, Արքիմեդը լոգանք ընդունելուց, Իգնատյերի ստեղծումը հասարակ որ վերամբարձ ուժը, որ նայում եք Նյուտոնը իր օրենքները, խնձորի ազատ անկումը, որ բոլորը հասարակ է թվում, բայց այս հասարակ երևույթներից այնպիսի հզոր օրենքներ ա ծնվում, որ Էյնշտեյնը հարաբերականության տեսություն հրապարակեց, ստեղծեց ատոմային ռումբ, ուրանի կիսատրոհման պարբերություն, ուրանի իզոտոպներ, բոլորովին ծրագրավորված չէ, ինքը իր հետևից է գալիս, այս մտքերը իրար հետևից է գալիս։ Մենք ասում ենք, սա ասում եմ մեր ղեկավարի համար, այսօրվա մեր վարչապետի համար, ինչքան չլինի ես բավականին տարիներ եմ ապրել ու ոչ թե իրան կշտամբում եմ, այլ երբեմն մարդու խորհուրդը լսեմ, որը մի հատ անալիզ անեք, տեսնեք ինչ որ առողջ դատողություն կա այս մտքերի մեջ, թե չէ, գենետիկան պիտի ուսումնասիրի, ով հանկարծ իր տեսությանը հակառակ լինի, կասի ես կասկածում եմ Սոսե Բաբայանին, անմիջապես տարեք սրա արյան անալիզները տվեք, կարող է հանկարծ գենետիկայում ադրբեջանցու արյուն լինի, ինքը այնքան տակ պետք է կպած լինի իր շուրջը բոլոր մարդկանց, ոնց որ ասեցի բիոֆիզիկան հիմնականում ուսումնասիրում է բոլոր մատերիայի զարգացման process-ը, բոլոր օրգանիզմների համար հավասար աչքով է նայում եւ ուսումնասիրում է մարդու ուլտրամանուշակագույն ճառագայթների, մոլեկուլների կառուցվածքը, ինքը պետք է այդ կառուցվածքը ոնց եմ հավասարազոր տանում, ինքը վարչապետը, ես ասում եմ ֆիզիկորեն, գցում եմ մեր գլուխը այսօր վարչապետն է, որ բոլորին հավասար նայի, ինչպես օրգանիզմն է, եթե մեր օրգանիզմում, օրինակ, սինթեզում, սպիտակուցների սինթեզում չկատարվի, կատալիզ չկատարվի, ասինքն չհայտնաբերենք DNT-ն, որ գենետիկայի կապը իմանալու համար, ասում են տարեք դենկա արեք, տեսնենք դուք հայ եք, թուրք եք, ինչ եք, երբ որ կասկածում են, հետարքիր երևույթ է, միտքս ավարտեն, իսկ ասում ենք այս պրոցեսի ընթացքում, որ կարողանում է տեղեկատվություններ փոխանցել, գենետիկայի տեղեկատվությունները DNT-ն տեղափոխում
ինֆորմացիա է տալիս, դրա համար ինքը գաղտնագրում է գենետիկայի ինֆորմացիան, ինֆորմատիկ դաշտ է համարվում, այնքան բան է գլխիս մեջ տարածված, որ որոշել եմ այսօր ես որոշեմ փոքր, ասում ենք համարյա ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն, ռիբոնուկլեինաթթուներ, այդպես է կոչվում, հապավումն է, ինքը կամուրջ է հանդիսանում, տես, ՌՆԹ-ն վարչապետն է, կամուրջ է հանդիսանում ԴՆԹ-ի եւ ռիբոսոմների միջև, ասում ենք փոքր ռիբոսոմները համարվում են ամենափոքրագույն օրգանոիդները, որն ունի սովորական լուսային մանրադիտակով տեսանելի չէ, բայց տեսանելի է զարգացած այս վերջի էտապով, այսօրվա ֆիզիկան, վաղվա տեխնիկան, էլեկտրոնային մանրադիտակով, որ մի քիչ իմ տեսությունն մտնում եմ խորանում եմ ներող կլնեք, բայց համեմատությունները այնքան ուժգին է, փոքր է, չէ՞, ասում եք փոքր, ամենափոքր օրգանոիդներն են, բայց այդ օրգանոիդները օրգանիզմում այնպիսի խոշոր դեր են կատարում, ՌՆԹ-ն հանդիսանում է, որ ԴՆԹ-ն եւ այդ ռիբոսոմները հանդիսանում են կամուրջ է սարքում ՌՆԹ-ն, առանց դրա մենք գոյություն ունենալ չենք կարող, իսկ որ ասում եմ ներողություն ուլտրամանուշակագույն ճառագայթները այսօրվա ֆիզիկա շատ է ինձ օգնում, դրանք համարվում են որպես էլեկտրամագնիսական ալիքներ է, բայց անտեսանելի, տեսանելի չէ, բայց ինքն էլ օրգանիզմում սինթեզում է D վիտամինը, բայց կա D վիտամինը մեր հարգելի վարչապետ, D վիտամինը ապահովի մարդկանց սինթեզը, սպիտակուցների սինթեզ, կատալիզ կոչվում է տրոհում, այդ բոլորը ապահովի մարդիկ քո արևով կերթվեն, ոչ թե մասնատված խմբեր կլինեն, բնությանը համարժեք քայլեք, ոնց որ մենք ուսումնասիրում ենք, մարդը մի տիեզերք է, առաջին անգամ ես եմ ասել, որ մարդու գլուխը մենակ մի գլուխ չի, մարդը երկու գլուխ ունի, դա իմ տեսությունն է, թե ով է վերցրել իմ տեսության վրա կարող է թեզեր գրի, որովհետև կենտրոնական նյարդային համակարգը պորտի շրջանն է, ուղեղի գալարները, աղիների գալարները, ականջի բոլոր կետերը, օրգանիզմի բոլոր կետերը ականջի վրա տեղավորված են, սեռական օրգանների վրա բոլոր կետերը ականջի նման, մի գլուխ, եթե մարդը ճնշում ունի, ճնշումը մենք ստոգում ենք, տեսնում ենք գլխուղեղում ոչ մի ինֆորմացիա չեմ ստանում, անմիջապես որովայն պորտի շրջանը նայում եմ աղիքների գործունեությունից մարդը սկսում է իրան լավ զգա, ճնշումը իջնում է, այնպիսի փորձ է, երբ որ մարդ անընդհատ փորձերի մեջ է լինում, այդ մարդու խորհուրդը կարելի է լսել, երբեմն ասում են գիտությունը եւ ինտուիցիան երբեմն ինչ որ խաչմերուկներում հանդիպում են, բայց հարցերը չեն լուծում, ընդհակառակ ավելի շատ է խորանում հարցերը, եւ պետք է այդ հարցերի պատասխանը, բայց միշտ ելք ունենանք մենք գտնելու։ Հիմա մեր քարտեզի վրա, մեր Հայաստանը, ռիբոսոմներ ասեմ, ՌՆԹ ասեմ, ուլտրամանուշակագույն ճառագայթներ ասեմ, որ բոլորը զգում են մեր Հայաստանի կարիքը, թաթերները դրած, էլ Ամերիկան, էլ Մեծ Բրիտանիան, էլ Իսրայելը, էլ Թուրքիան, Ադրբեջանը, ուրեմն կա, չէ, փոքր աշխարհի մեջ մեր այս փոքր մոլորակում ունենք բոլոր հարմար պայմանները, տարին 4 եղանակ, որ ոչ ուրիշ եւ D վիտամին ունենք, եւ լավ կատալիզ ունենք, եւ լավ բոլոր ինչ համապատասխան է մարդու օրգանիզմի սինթեզում է օրգանիզմում, ահա այդպիսի Հայաստանում ենք ապրում, որ աշխարհը ասում են փոքր երկիր է, ինչ են ուզում այս փոքր երկրից, սիրելի կառավարություն, չեմ ասում սիրելի, որովհետև ինչ որտեղ հոգիս խռոված է, որ մասնատվում է այս, ասում է քիչ առաջ ասեցիք ինչ է կոչվում այս ծառը, ասեցի այս ծառը ճյուղերը մեր բոլոր մշակույթներն են, որ տոհմածառ են կազմել, իսկ ներքևը արմատներն են, որ արմատները խառնվել են այս երևույթին եւ մեր տոհմածառը միշտ կայուն է պահում, հողից չեն կարող հողից անել այդ արմատները այնքան խորն է, եւ նշեցի, որ
առասպելական վիշապն է հայ ազգը, որ ինչքան էլ կտրեն, ինչքան էլ մասնատեն, վերացնեն, ավելի մատղաշ դոլարներով ավելի լավ ճյուղերենք ունենալու, չեն կարողանալու հայի քոքը կտրեն, ուժեղ է, ես գիտականորեն մի քիչ տեսություն տարա, որ իմանան աշխարհը ոնց է, հարգելի Աննա ջան, ցանկացած մարդ, ցանկացած տարիքում ուզում է օժանդակություն ներդնել։ Մարդիկ նստում են լեզուներ են սովորում, մարդիկ սկսում են տեսությունների մեջ նորովի նորամտություններ մտցնել, տարածել, նորաստեղծ սերունդներին զարգացնել, գիտությունը զարգանա, որ ասել եմ մեր մի հայը միլիարդ թուրք արժի, իրոք այդպես է, այնպիսի բաներ է մոգոնում, այնպիսի բաներ են ստեղծում, տվեք այդ մարդուն, տվեք միտք, ազատություն։ Միշտ ասել եմ ֆիզիկայի ուսուցիչը, մաթեմատիկայի ուսուցիչը երբեք դասաժամի process-ում չպիտի խիստ լինի, նա այնքան պիտի երեխային ազատություն տա, որ երեխան կարողանա ուղեղը այսպիսի հնգաթև գմբեթ է, հիշողություն, մտածողություն, երևակայություն, զգայունություն ըմբռնում, որ բոլորը ըմբռնի, հանուն որ վաղվա մեր արմատները այսպես պիտ պահի, որ իմանանք մի սերունդ կարողացավ ամեն ինչ յուրովի ընկալել, գիտնական ենթադրենք, այդ գիտնական ինչքան գիտնականներ կծնի, մեր 5000 երեխաները, որ զոհվեցին 44 օրյա պատերազմում, եթե իրանք լեզուսկուլ գնաց, եթե իրանք այսօր լինեին, ինչեր կստեղծեն, քանի ընտանիք մենք չունենք, ինչպիսի երեխաներ պետք է ծնվեին, որ մնաց երազանք։ Տիկին Բաբայան, հրեձիու տարին է, խոսեցինք այդ մասին։ Ամռանը սպասվում են ընտրություններ, բավականին թեժ քաղաքական իրավիճակ է լինելու, ում համար ավելի նպաստավոր կլինի Կարմիր հրեձին, ընդդիմադիր դաշտի թե ներկայիս իշխանության։ Ես միշտ եթերներում ասել եմ, որ մեր երկրի ղեկավարը գալու է Սփյուռքից։ Հիմա ես զգում եմ, որ Սփյուռքից մարդիկ կան, որ շատ կյանքի ճանապարհ անցած, չգիտեմ, վերջերը հանդիպեցի մի ինչ որ այնպիսի ձևով էր մեկնաբանում, որ ինչեր կարա անելու, ինքը ինչ կարա Հայաստանին կատարի, Արցախի հետ վերադարձնի։ Միշտ ասել եմ, որ հարգելի վարչապետ, կարող եք միսիան հանձնել եւ գնալ հանգստի, գալիս է այն վարչապետը, որը ամեն ինչ անելու է, զգում եմ, ամեն ինչ անելու է Արցախի հետ բերի, բայց մենք հոգու սով ունենք, ոչ թե ստամոքսի սով։ Մեր հոգու ծարավը պետք է գա այն մարդը օտար ափերից գալիս է, այդ մարդը ինչքան ուզում եմ իմ տեսությունից փախնել, միևնույն է, զգում եմ, որ մեզ իրոք փրկիչ է գալու, ախր ոնց կարանք այս մշակույթը, հիմա ուզում ենք ամեն ինչ անցյալը մոռանանք, այսօր ես ինչ ասում, ես օրվա ներկա տվյալներով, ես անցյալից մեջբերում չանեմ, Վիկտոր Համբարձումյանը ասում է, ով քանի լեզու գիտի, եթե մայրենի լեզու չգիտի, նա հայ չէ։ Ես դեռ 7-րդ դասարանից եմ դա կարդացել ու 7-րդ դասարանից մինչև հիմա անընդհատ այդ Վիկտոր ակադեմիկոսի խոսքերը ուղեղումը զրնգում են։ Ոնց կարելի է հայրենի կորցնենք ու նորից գնանք ընտրությունների, նորից պարտվենք։ Կանգ առեք, մտածեք, խորհրդականներ կանչեք, չի լինելու, մենք երկիրին կորցնան, եթե գալիս է այն ճամպրուկային տրամադրության մարդը, որ իրոք եկել է Հայաստանում են, մի քանի հոգի կա եւ կան այնքան լավ թիմ, շատ խելացի, դրանք ճիշտ է կյանքի փորձառություն չունեն, բայց իրանց հետ շփվելուց հաջորդ վարչապետները իրանք կլինեն, խելացի մարդիկ շատ կա, նորից խելացիներին չգիտեմ ինչի տեղ չեն տալիս, ինչ արել եք, հալալ լինի ձեզ, չգիտեմ չեմ ասում հալալ լինի, ուղղակի մտածի, մի փոքր հայրենիքի մասի մտածի, որ մեր սերունդները նորմալ ապրեն, մեղքենք, նորմալ շնչեն, նորմալ ապրեն։ Հիշիր եւ այս տարի 2026 թվականն է, հրեղեն ձին, կրակե ձին, չեք վախենում այդ կրակներից։ Հիմա վախեցեք, իրոք վախեցեք, վատ գործի համար նորից կրկնվեմ, բումերանգը ճակատիտ է խփում, մեղքեք, եթե մեղքեք, ուրեմն գործողությունները արեք հանուն 60 տարի մեկ եկած հավատարիմ,
հրեղեն կրակե ջիուտար դեմը խաղ չկա, որ մի քիչ այդ լեզվով ասեմ, որ որոշ մարդկանց որ հաճելի լինի, մարդիկ կան չգիտեն, մակերեսային, ինչ կա, ասում են, հա, լավ է, նվագը լավ է, բանը լավ է, կպարեմ, ինչ ուզում է լինի, հարցնում են, ինչը դուր եկավ այս միջոցառումից, օրինակ, ինչ ուզում է լինի, ասում են, մի բառ ասեք, ախր չի կարելի մակերեսորեն մտածել, մակերեսորեն մտածողը կործանվում է, ուժեղ մարդուց նայում են թեկուզ փոքր երեխեք իրար հետ վիճվում են, ով որ երեխաներից մեկը հարձակում է, էմի երեխան էլ չի ուզում իրան խփի, գիտի որ պարտվելու է, ուժը զգաց իր ուսերին։ Այդպես է, պետություններն էլ են այդպես։ Եթե մենք բանակ հզորացնենք, բանակ ուժեղացնենք, Ալիևը ով է, փոքր չենք, այս օրինակները դիտավորյալ ես բերեցի, որ փոքրությունը քարտեզի վրա չի երևում, բայց այն ամենանյութական կետը հզոր, Արքիմեդը ասել է, ինձ հենման կետուր, ես երկրագունդը կպտտեմ, մենք հենման կետը ունենք, մնում է երկրագունդը պտտենք ու փոխենք ժողովուրդը համախմբեք մեր շուրջը, դուք հերուն մի գնացեք, հերուն մերը չէ, ես ապրում եմ ենթադրենք կվարծիրա, պետական շենքում եմ ապրում, հարևաններս, եթե որևէ մի բան ինձ եղավ, որ գոռամ առաջինը ձայնս լսելու հարևանս, ամերիկաներից չեն լսելու գա, միջև Ամերիկայից գա, ես արդեն հոգիս փչած կլնեմ, պետք է մենք հարևանների հետ, Իրանի հետ, Վրաստանի հետ, չեմ ասում հիմա Ադրբեջանը, Թուրքիան էլ է մեր հարևանը, իրանք մեզ ուզում են ուղղակի մաքրել դաշտից եւ ամբողջը Թուրքիա դարձնել, որ մեր հետ համախմբվեն, Ռուսաստանը, չգիտեմ, չեմ ասում Ամերիկայի հետ բայց իմացիր առաջնահերթ օրակարգ գծեր եւ օրակարգի համար մեկ պլանով դու ասա հարևաններից ուր փախնեմ թռնենք անցնենք Ամերիկա չի լինի բացառվում է դա որոշ մարդիկ Ամերիկայի հիվանդներ են չենք ասում արեք պայմանագիր կնքեք, բայց մեկը մեղրի այդ միջանցքը, որ Թրամփի միջանցքը գնում, իմ մոտ ես մի հատ կարմիր թելի նման գիծա գնում ու տխուր եմ լինում, որովհետև դրանց դեմը առնել չլինի, մենք չենք կարող կամ հասարակ ինչ որ գնում են դիրքեր են գնում, պետք է առաջ ողջունենք ադրբեջանցիներին, հետո գնանք, այս ահավոր երևույթ է, ահավոր Դեռ հելա աշխարհաքաղաքական process-ով մեր Հայաստանին ժամանակի սուղ լինելով պատճառով չեմ կարող անդրադառնալ, որովհետև աշխարհաքաղաքական վիճակով թուրքերը խորհրդներում պինդ նստել են եւ Հայաստանի որ տարածքն է ապահով ահր չենք ուզում, ինչու մենք չենք գնում իրաց նման, իրանց Այսինքն ապահով սահմաններ Հայաստանում չկա։ Ապահով սահման չկա։ Եթե Աստված մի արասցե, ախր այսպես խաղաղության չեն է գնում, այս խաղաղությունը կեղծ է, այս խաղաղությունը չեմ կարողանում մարսեմ, խափուսիկ է, սենց խափուսիկ մի բան է, որ ժողովուրդը ոգևորված լինեն, որ մենք խաղաղություն ենք ուզում։ Ես չգիտեմ, հոգու խորքով զգում եմ, Թուրքիան երբեք չի ուզի, որ հայ ապրի, նա ուզում է մի հայթողի վերջին, իրա բերանով դուրս եկած խոսքերը, որ թանգարանի համար, ոնց կար այդ մարդը մեր հետ խաղաղ ապրի։ Հիմա այսօր ծիծեռնակաբերդ ենք նայում, պետք է վերանորոգման աշխատանքներ բան կատարեն, վախենում եմ հանկարծ ապրիլի 24-ին, ինչ որ նորից, ինչ որ մի բան լինի, մենք չգնանք 15 թվի մեր կոտորածների, շիրիմներին Այսօր էլ նույնը նա ինչ ասեմ, Այսինքն դուք դա հնարավոր եք համարում, Ծիծեռնակաբերդը նույն երևույթները, ախր նույն բանը մենք չպիտի թողենք նույնը կրկնվելու, ինձ, քեզ, εμեկին, սա ուղղակի օրինակ եմ բերում, չեմ ասում ինձ, խելացիներ այնքան կան, ինձանից միլիարդավոր խելոք այնքան մարդիկ կան, որ կարելի է իր մի խոսքը միանգամից եղանակ փոխվել Ես հոմորային կարգով մի բան գրեցի իմ Facebook-յան էջում, ոչխարների հոտը, երբ որ ասում ենք պտտում ենք, կաղ ոչխարը գալիս է առաջ է կանգնում, կատակով էլ ասեցի գումարելիների տեղը փոխելուց գումարը ասում են չի փոխում, բա ինչի դիրքը փոխվեց, կաղը ընդհանրապես ոչ մի բան չիմացողը առաջ կանգնած է, կանգնենք առաջվա Առաջին գծում ամենակարողները, ամենավճռորոշ մարդիկ,
վարչապետը, իշխանությունը շնորհակալություն չհայտնեն Ալիևին, իրենց այնպես դրսևորեն, որ այս Ալիևը գնա մտածի, ասի, այս ինչքան հայ խելացի է, այս ինչ էլ որ անես մենակ նրա ծնկի եկողը չեն։ Այ այդպես ոչ թե, շնորհակալ եմ, շատ ապրեք, շատ չի կարելի, ավելի է մեզ թուլացնում այս երևույթները, չի կարելի երեխաների հետ եմ, նորից այս օրինակներն են երեխաների հետ եմ, նույն բանն է, ուժեղ եղար քեզանից վախենալու են, բայց մենք իրավունք ունենք ուժեղ լինելու եւ կարող ենք ուժեղ լինել, որ ձին մեզ տվել է հրեղեն ձին, գեղեցիկ հրեղեն, բանա, իր համար լավ բան ասեմ, որին որոշ մի ամիսա չէ, ընդամենը մենք հրեղեն ձիու տարում ենք ու շատ աղջիկների երազանք է կատարվել, շատերը արդեն այս ամսվա մեջ նշանվել են։ Դուք անցաք իմ հաջորդ հարցին, ես ուզում էի հարցնել, այս տարին ասում են, որ ամուսնությունների տարի է։ Դա արդյոք այդպես է եւ ովքեր կամուսնանան այս տարում։ Նույնիսկ մի քիչ տարիքով աղջիկները առաջնահերթ են ամուսնանալու, որովհետեւ ձին գալիս է նպատակը իրականացնելու։ Արդեն 3 աղջիկ ունեմ, մեկը հենց այս գիշեր իր նշանդրիքն է 33 տարեկան աղջիկ, չեմ ասում որ մեծ է, հիմա դարաշրջանն է փոխվել, միջև կարիերա ձեռք չեն բերում, միջև իրանք չեն մտածում որ կարան ինքնուրույն ապրելու, չենք համարում որպես մեզ, ուղղակի 28-ից այս կողմ հրեղենձին առաջինը ձեռքը մեկնում է իրենց, որ դոփյունով ասպետը նստած բերում է հասցնում, որ ես բա ինչու համարեմ այսպես, եկել եմ ձեզ երջանկացնելու, աղջիկների ամուսնության, տղաների ամուսնության տարի է լինելու, խաղաղությունը թող լինի իրանց մեջ էլ մտնի սերը վայելեն, երջանկությունը վայելեն, որ ինչ բան է, սեր, երջանկություն, հավատարմություն, հույս ու հավատ։ Հույսով եմ, որ անպայման լավ ենք լինելու, վերջին դրական շտրիխները ասեմ, չգիտեմ ձեր տաղավարից ասել եմ, չեմ ասել, ինձ թվում է ասել եմ, որովհետև որ ասում է, երբ որ ես ծնվեցի կամ ցանկացածս մեկը ծնվեցինք, ես լացում էի, բոլորը խնդում, այնքան ապրեի, որ այս աշխարհից գնալու լինեմ, ես ինքս իմ ծիծաղեմ արած գործերի համար, բայց բոլորը իմ հետևից լացեն, այ մարդ պետք է այդպես ապրի, փառավոր ապրի, պատիվը փողով չեն առնում, պատվով մահը դա ամենագերագույն արժեքն է, պատվով մահը ամենահույսը հավատն է, որ մնացած սերունդները օրինակ են վերցնելու, որ իրանք են շարունակեն, հետնորդները շարունակեն իրենց գործը, արած գործը։ Տիկին Բաբայան, իսկ եթե անդրադառնանք հորոսկոպի նշաններին, հորոսկոպի որ նշանները կոնկրետ այս տարի սիրային կյանքում հաջողությունների կհասնեն, դուք ինչպես եք զգում դա։ Խեզգետինը, կույսը եւ խոյը ամեն տարի առաջնահերթ է։ Խոյը բոլոր տեղը, որովհետեւ խոյերի մոտ եւ խեզգետիների մոտ անալիտիկ ուղեղ ունեն, անկախ վատ վիճակից ասում եմ, որ լինում է, որ նմանատիպ բաներ են ասում, բոլոր կենդանակերպի նշանները, որ կարդում ենք, շատ նմանատիպ, փող եք ունենալու, ամուսնություն է լինելու, ոչ, կան այնպիսի, օրինակ տես, առույցի համար բանը լավ չի լինելու, թեկուզ առույցը միշտ էլ համարվում է անտառի արքայա համարվում, գազանը իրենից վախենում են, բայց քանի որ կրակ է, ասում է շատ չափը չանցնես, քեզ բաժին եմ տալու, թող մի այս տարի համբերի, դու իմ վրա հանկարծ աչք չունենաս, առույցները, որ այդքան հզոր են, ասում է աչք չունենաս, իսկ կույսերի, խեզգետիների, խոյերի համար առաջնահերթ ու էլի կրկնել եմ, որ եթե ունենանք խոյ առաջնորդ կամ խեզգետին, խոյերը համառ են, խեզգետիները հանգիստ են, այդ ջիղը պետք է լինի եւ խելացի եւ համարձակ, որ մենք համեստությունը մի քիչ չարաշահում են, դրա համար խոյերի մոտ այդ առաջնորդ լինելու հատկանիշը կա, իրանց համար միշտ խնդիրները լուծող են, կարողանում են լուծել, խոյերը իրանց, խեզգետիները իրանցից խելոք են, ուղղակի իրանք համարձակ են, ռիսկով են, ոչ թե ասում եմ մտավոր, անալիտիկ ուղեղ ունեն, կա, չէ, ժողովրդական խոսակցության մեջ ասում եմ, միջև խելոքը մտածի, հիմարը գետը անցնում է, խոյը եւ մտածում է եւ գետը անցնում է, քարտեզա չափումներ կատարում ու նորմալ անցնում է, շատ բաներ ունեմ ասելու, շատ խոսուն տարի է, հրեղեն ձին շատ խոսուն տարի է, շատ
դռներդ բացում տրամադրություն, միայն լավ, միայն դու վատ բան մի արա, չգիտեմ, ամենամոտիկ մարդը, ամենամոտիկ մարդուն վատություն է անում, քույրը քրոջը, քույրը եղբայրը, իմ մոտ երկու քույրեր են եկել, ասում են, մեկ ասում է, այն այս թող դու գիր արել, այն մյուս ասում է, ինքն այս թող դու գիր, ասեմ դուք հալալ, մի մորից ծնված քույրեր եք, ինչ եք մտածում, թող դու գիր են արել, ինչ են արել, այնքան հոգեբանորեն եւ կենսական հոսանքներով իրանց գլխուղեղի վրա ազդեցի, որ եկան ասեցին, ինչ տեղ ենք եկել, դիգիսո, չեմ գովազդում, ինձ կներեք, ուղղակի իրավիճակն եմ պատմում։ Մի հատ աղջիկ, որ ասի, ես երեկո իր նշանդրիկն ա եղել, ինքը այնքան խելացի բանաստեղծություններ բաներ գրում, ասում է այս տարի լինելու է մի օր տեղատարապ կլինի, ասես տիկիս ուրախ եմ, այսօր նշանվեցի, ասում տիկիս բացառում է, դա իմ մասին չէ, ասեմ մի ասա դրական էներգետիկայով հոգիդ լցրու, բացասականը ցրի, բացասական մի ընդունի ու ամենաշատ դրականներով ու դրական մի օր համբերի, որ դրականը դուրդ խփելու է ու ասելու է բարև, ուրախ եմ, որ բացասական իմպուլսներ չընդունեցիք։ Այս տարին այդ տարին է։ Դրական էներգետիկայով տարի բումերանգը բերի ծով լիություն։ Այսինքն կարմիկ տարբան հաջորդել է բումերանգի տարին։ Այո։ Իսկ բումերանգի տարուն ինչը կհաջորդի։ Հույսն էլի, հույսը բերում է, ինքը եկել է բերում է, կրակ բան վառում է ու բերում է հույսը, որ հույսդ մի մարի, այդ բացասական երևույթ չլինի, որ ասում եք ինչն է հաջորդը, հաջորդի իր պլանի երկրորդ օրակա, համար մեկը դա էր, համար երկուսը հույսը, որ եթե հույսդ կորցնես, ես կփախնեմ քո դառից, էլ դուրդ չեմ գա, ու հույսը չեք կորցնում։ Այսպես։ Շնորհակալ եմ շատ Տիկին Բաբայան։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ։ Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, այսքանն էինք պատրաստել, մեր տաղավարում հյուրընկալվել էր Սոսե Բաբայանը, իսկ Փաստինֆոյին կարող եք հետևել նաև այլ սոցհարթակներում, այդ թվում Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, Telegram-ում, իսկ մեր պաշտոնական կայքեջին հետևելու համար կարող եք Google հարթակում որոնել 3w.pastinfo.am։ Կհանդիպենք։